Բարեկամներ, հարգանքներս Արմավիրյան գեղեցիկ եւ չնաշխարհիկ մարզից մենք այսօր գնում ենք Արմավիր գյուղ։ Արմավիր մարզի Արմավիր գյուղը շատ լավ գյուղ է եւ այդ գյուղը նաեւ բնակեցված է մեր եզդի բարեկամներով, որոնցից շատ հարգված մեկի ծննդյանորն է։ Մամիխան տատիկի ծննդյանորն է։ Նրա դստեր ընտանիքի կողմից Նանոյի եւ նրա ամուսնու Սուրիկի կողմից գնում ենք շնորհավոր ենք։ Նրանք շատ են սիրում Մամիխան տատիկին, Զոնքանշ մայրիկին։ Եվ իհարկե Թորնիկ Միգելի մասին էլ չենք մոռանում ընկերներ, որովհետև Թորնիկ Միգելն էլ շատ է սիրում իր տատիկին, հետևաբար գնում ենք դստեր ընտանիքի կողմից, բոլորի կողմից անհատական տատիկին ուրախացնենք ու սեր հասցնենք։ Եվ այս առիթով ընկերներ նաև մյուս Թորնիկի նվերի մասին չասեցի, Միգելը եւ նվերը շատ են սիրում իրենց տատիկին։ Հետևաբար նրանք չեն կարող ուղղակի անտարբեր մնալ եւ չշնորհավորել տատիկին։ Գնանք Մամիխան տատիկին ուրախացնենք։ Այսօր այդ օրն է։ Արևոտ պայծառ գեղեցիկ առավոտ է։ Առավոտը որն է, կեսօրը արդեն։ Կեսօր, որը մեզ հասցրեց արդեն Արմավիր, հոկտեմբերյան քաղաք երկու եղբայրների մոտ։ Երկու եղբայրները հերվում հպարտ կան գնաց մեզ ողջունում են։ Ասում են բարով եք եկել, ես վերջերս շատ եք գալի գնում, ինչ այլ է աղբեր, ինչով օգտակարելն եմ։ Ես էլ ասում եմ բարեկամ, լավ է ամեն ինչ, ընտիրա։ Այսպես ձիգ կան գնաց մնացեք ձեր տեղում, որ մենք ամեն անգամ գալուց ուրախանանք, տեսնենք ձեզ։ Մեր հայրենակիցները սփռված ամբողջ աշխարհով նայում են այս տեսանյութը։ Իսկ ես այդ առիթով ուզում եմ բոլորիդ ողջունել, շնորհակալություն հայտնել, որ նայում եք մեր տեսանյութերը, լավ խոսքեր եք գրում, լավ խոսքեր եք զանգում ասում, շատ հաճելի է ձեզ այդ կապի մեջ լինելը եւ ուզում եմ բոլորիդ մի լավ բան ասել։ Մի օր այս լեռնաշխարհը, այս երկիրը, որում մենք ապրում ենք, որը մեր տունն է եւ այստեղ միայն այստեղ է մեր հոգին հանգիստ, այնքան է հզորանալու, ուժեղանալու, որ բոլորը առանց մի վարքյան կասկածելու կամ ափսոսալու գալու եք հայրենիք։ Եվ այդ օրերը գնալով մոտիկանում են։ Ճիշտ է, աշխարհում իրավիճակը խառն է, բայց ես վստահ եմ, որ շատ լավ է լինելու։ Մեր երկիրը ծաղկելու է եւ ծաղկելուն զուգահեռ լիքը աշխատասեր մեղվանման հայեր կթողեն օտար հողը, կգան իրենց սեփական հողին տիրություն անելու, որովհետեւ առանց այս հրաշք Հայաստանի այս հողի մենք ուղղակի օտարական կդառնանք բոլորս աշխարհով մեկ։ Հետևաբար մենք ունենք մեկ ուղղություն՝ զարգացնել եւ հզորացնել մեր երկիրը։ Ես չեմ էլ կասկածում, որ այն մարդիկ, ովքեր լքել են հայրենիքը ստիպված, շատ են սիրում հայրենիքը եւ իրենց ամբողջ գիտակից կյանքի ընթացքում նրանք հոգ են տարել իրենց հայրենիքի մասին։ Եվ ես դա իմ աչքով եմ տեսել ծնված օրվանից, որ թե ինչպես են դրսում ապրող մեր հայրենակիցները ամեն կերպ փորձում օգնել հայրենիքին, ամեն հարցին ներկա են եւ դա մեզ համար միայն լավ զգալու առիթ է, որ մենք այդպես թասիբ ունենք աշխարհով մեկ, մենք հպարտանալու լիքը պատճառներ ունենք հենց ձեզանով, այնպես որ ուժեղ եղեք, հզոր եղեք, մենք էլ ինչով կարանք ձեզ օգտակար կլինենք, կգնանք ծնունդ կշնորհավորենք, ձեր հետ էլ ցույց կտանք մեր երկիրը, մեր Հայաստանը վարդագույն տուֆով կառուցված Արարատի գործարանը, Արարատ լեռը, որը Մշուշի մեջ է հիմա, բայց դա կապ չունի, ես նրան լավ եմ պատկերացնում, նա այստեղ է, մեր կողքին։ Եվ իհարկե մեր արևմտյան հողերը, որոնք արդարության համար էլ լինի հետ են գալու մեզ, որովհետև ի վերուստ մեզ է եղել տրված այդ ամենը։ Իսկ մենք պետք է այնքան ուժ, տոկունություն եւ խելացիություն ձեռք բերենք, այնքան հավատով լինենք, որ հետ բերենք ու կառավարենք մեր ունեցածը։ Բայց մինչ այնտեղ հասնելը պետք է այս մեր ունեցածը կառավարենք։ Ասենք այս կրիչները փոխենք, ճանապարհները սարքենք, տները սարքենք։ Սիրենք մեր հայրենակիցներին, լավ ու վատ, բարի ու չար, բոյով ու կոլոտ։ Ասեմ ձեզ, որ շատ կարևոր է անպայման սրտում ունենալ բոլորին, որովհետև մենք փոքրիկ ազգ ենք, բայց մեծ ոգով եւ դարերի միջով անցած։ Մենք են հզոր շարժումն ենք, որ դարերի միջով անցել է, դարերի դժվարությունների պատերը ջարդելով
դժվարությունները հաղթահարելով անցել եկել հասել ենք այս օրեր ու հələ շատ էլ կգնանք։ Բայց ես ուզում եմ, որ գնալով մեր շարժումը մեծանա, մենք բոլորս իրար սիրենք, գաղափարական ընկերներ դառնանք։ Ծառը, որ նայում ես, ոչ բոլոր ճյուղերն են օգտակար, լավը ու բերքատու, բայց ընդհանուր ծառին նայելիս նրանք իրենց տեղն ունեն։ Հետևաբար պետք չի պտղատու ճյուղը վատ բաներ ասի այն ճյուղին, որը որ չի կարող պտուղներ տալ։ Դե ինքն էլ տենց այլ է։ Ոչինչ, մի օր կմեծանա կտա։ Կարող ենք մենք օգնել, որ տա։ Այնպես որ մեր հիմնական խնդիրը եւ խնդրեմը դարերով այն է, որ ընկերներ մենք ուղղակիորեն չենք կարողանում ձուլվել սիրով։ Պետք է սիրենք իրար։ Չջղայնանանք շատ մեկս մյուսի հանդեպ, գիտակցելով, որ ոչ բոլորն ունեն բարձր ինտելեկտ, ոչ բոլորն են հզոր կրթություն ստացել եւ ոչ բոլորն են մարդասեր եւ ամեն մեկը ունի իր բացատրությունը։ Հետեւաբար փորձենք բոլորն էլ սիրել այնպես, ինչպես նրանք կան եւ այնպես անենք, որ նրանց մոտ աճ գրանցվի եւ հասնեն այնտեղ, որ մենք բոլորս ուժեղ կլինենք։ Իսկ հիմա ճանապարհը ընկանք խոսակցությունով տանում է մեզ դեպի Արմավիր գյուղ։ Արդեն հասնում ենք, Վարդան, թե հասել ենք։ Թե դուրս հասնում ենք, հա։ Դե զանգեմ Սուրիկ աղբորը, ասեմ մեռնեմ սրտիդ, մենք հասանք ձեր գյուղ։ Ցավը կան, բայց քիչ Մեծ Արմավիր ուր է, հեռու է մեծ Արմավիրը։ Երկու Արմավիր գյուղ կա, փոքր եւ մեծ։ Ահա, այստեղ շինարարության նշույլներ եմ նկատում, որը շատ հաճելի է իմիջայլոց, որովհետեւ մենք գնալով հզորանում ենք։ Սարքում են նոր ճանապարհ այս գյուղում, այս թաղում, որը միայն գովելի է։ Պարտանալու լատոկները շուտով կվերանան։ Կաչ կանանք անցնենք, ստիցա տանում, ստից չեն կարա եթանք։ Բարև ձեզ, էդ պակ հա։ Պետոր էլ ստվալին ես։ Սենց էլ եթամ դուս կգամ, աբրիս, բարեկամներ շինարությանը չխանգարելու նկրտումներով մենք որոշեցինք փոխենք մեր ուղին ու գնանք այստեղով, հոպ, արա շատ լավ ճանապարհ է, ասենք է, որ քո համար կարաս նստես չշարժվես, շարժվում ես, էլի, թռնում իջնում ես, դες հետաքրքիր ատում, էլի։ Ես սիրում եմ այսպիսի ճանապարհներ։ Տանում է, չգիտեմ ուրա տանում։ Ուր որ կուզի, թող տանի, միայն հասնենք մեծ Արմավիր։ Տեսեք ինչ գեղեցիկ թաղերով ենք մենք անցնում, Վարդանը հազիվ է տորթը պահում, որ ավտոյից չփախնի, տորթը ուզում էր մեզ լքեր, ասեցինք այդ տղա, վերջացրու, կանգնի տեսնենք ինչ ենք անում։ Կոլորիտային միջավայրն է Արմավիրի, ընկերն է, չէ, Հայկավանն է ոնց որ, հիմա մենք Հայկավան գյուղում ենք։ Անուշ աղբերը ճանաչեց, ժպիտիցը զգացի, բա ոգևորվելու առիթ է սա, և իհարկե 09 ընկերներ, 09, որը ժամանակին շատ իմ սիրած ավտոն էր, որովհետև 06-ից բանից հետո, որ էտի տենում էի, իմ համար էտի Մերսեդեսն էր։ Ես ավտոն իմ համար Մերսեդես էր, որ հիմա Վարդան ենք ունեն, այդ ավտոն ժամանակին լրջագույնն էր, էլի, չեկար հանջոգիր, ուժեղ ավտո էր։ Բայց քանի որ ժամանակներն անցան, Մերսեդես եկավ, BMW եկավ, Porsche եկավ եւ նման այլ տեսակի չինական մեքենաներ, ճապոնական, մենք սկսեցինք ավելի շատ բան ջոգել այս կյանքից ու զարգացանք։ Այդպես է ընկերներ։ Պետք է ճիշտ զարգանաս համընթաց ժամանակին։ Հիմա էլ էլեկտրոմոբիլներով ենք զարգանում, կռուգը ռիսկի էր, բայց կապարը նոր ասֆալտը ինչ սիրուն է։ Այս ասֆալտով ընկերներ առաջին անգամ ենք երթևեկության դուրս եկել, ոտներս խերով լինի, շատ ծառայի հանկարծ փոսեր չլինեն մյուս տարի։ Թռիչք ընկերներ, թռիչք եւ աչ ենք անելու, գնանք տատիկի տուն։ Մամիխան տատիկը կասկածներ չունի, որ հաջորդից ենք թռնում։ Մամիխան տատիկը չի էլ սպասում, որ հանկարծակի մենք կգնանք։ Բարեկամ, նորագույն ճանապարհներով մենք գնում ենք դեպի Մեծ Արմավիր գյուղը։ Հəլ տեսի՞չ սիրուն է, ձախից աչից աշխատասիրության արտացոլում է, ցայտանք է ընկերներ։ Հասանք, նայի, տրենում ես կարմիր կրիչներով, բանով, աղբեր, ամեն ինչ կա Մեծ Արմավիրում։ Բայց որ Մեծ Արմավիրը անունը ինքը մեծ է, թե ուղղակի Մեծ Արմավիր է։ Ջրաշեն բամբակա շատ պաժար են տվել արացությանը, կթափ թազա,
վարյակները պատահաբար Ամի հա։ Ես էլ բամբակաշատ ենք ասել, փաստորեն չենք ասել է բան։ Բայց ոչինչ, բամբակաշատը պիտի նկարվի, ասվի ստե, որը որից հետո է։ Բամբակաշատը հեսա պետք է Հայկավանով մտես։ Հələ մի հատ էլ ջուր կար անքային։ Հա, Հայկավանով ես մտնում հետո Արմավիրն է։ Դե հիմա ասես GDR-ով եթում ենք, չգիտեմ։ Նոր Արմավիրն ենք երներ, երկար չզանգեմ հələ, չէ։ Նոր Արմավիր են գնում, էլի։ Ինքը հուշում է մեզ։ Ասեմ ձեզ, որ շատ գեղեցիկ շինություն է Սովետից մեզ մնացած։ Հայոց եռագույնն է ծածանվում ընկերներ։ Հայոց եռագույնի գեղեցիկ ծածանքի ներքո մենք ձախ ենք անում։ Ստերից ենք ձախ անում։ Ձախ ենք անում ընկերներ, ձախ։ Резко, надо быть резким, понимаете? Վարդան, ձերժի տորտ, Վարդան, сейчас опасно, понимаешь? Ընկերներ, մենք հիմա աղբեր ես հիշա այդ որ դյուղնա մեծ Արմավիրը։ Ես այստեղով գալի հերնում սենց այդում եք Սարդարապատի ճանապարհին է։ Հա? Հիշար? Չէ հիշար։ Ահա ընկերներ, եւս մեկ ելուս ասֆալտային։ Ես սրանում դնում եմ ելուս աղբեր։ Ելուս է էսի։ Ելուսային ասֆալտները ընկերներ շատ են հանդիպում եւ ջարդում են մեքենատան խտիր։ Վայրագաբար հարվածում են մեքենայի ընթացամասին, որն էլ իր հերթին կտրտում է ռեզինները։ Ռեզինը չգիտեմ հայերեն ոնց է, դրա համար ասում եմ ռեզին։ Ով գիտի ռեզին, կաուչուկ, կաուչուկն էլ, չէ, դա հայերեն չի։ Հա? Ռետին։ Ռետին է գործարանային մասերը, ընկերներ։ Աչից մեր անցավորներն են։ Աստված ողորմյա բոլորիս անցավորներին հոգիները լույսերի մեջ եւ այնպես ապրենք, որ նրանց ապրածը էլ ավելի ծաղկեցնենք, արդարացնենք ու մեզ լավը զգանք։ Ձախից աշխատում են դաշտում արդեն, մեր հայրենակիցները արդեն եկել են դաշտերն են խնամում, ինչը տեսնելիս հասկանում ես, որ հողը հիմա կենթանի է, շնչում է, ապրում է մարդու հետ ներդաշնակ։ Ձախ գնում ենք Նոր Արմավիր, աջ Սարդարապատ, բայց մենք գնում ենք Նոր Արմավիր։ Տեսեք ինչ գեղեցիկ ղամիշներ են զարդարել մեր կադրը։ Հաստորեն այսպես բարեկամ։ Եվ պետք է նշեմ, որ մենք հիմա վառում ենք բենզին, որովհետև բենզինը Հայաստանում շատ հարմար է, հարգելի Եվրոպայի եւ Ամերիկայի իմ բարեկամներ։ Հասկանում եմ, որ ձեր համար բենզինը հիմա բավականաչափ արդեն համահանել են, այնպես որ ես սրտանց հորդորում եմ, որ գազաբալոնային համակարգեր տեղադրեք, որովհետև այն կրկնակի եռակի էժան է եւ ձեր գրպանին շատ չի բոքսում։ UFC չի անում գրպանին, ընկերներ։ Ախպերը զանգում եմ։ Բարեկամ, ի վերջո ճանապարհները մեզ բերեցին մեծ Արմավիր։ Չէ, Նոր Արմավիր էլի, Թափթազա Արմավիր։ Հեսա տես, սիրուն։ Նոր Արմավիրն է կադրերում, ընկերներ, ոտներս խերով լինի Նոր Արմավիր։ Ես ոնց որ չեմ եկել Նոր Արմավիր, հա։ Ախպերս Նոր Արմավիր չէ, մեծ Արմավիր, ցավդ տանը։ Ախպեր, Վարդան, դու ես մեղավոր։ Մեծ Արմավիր գերենք կբերի, մտգերի մեծ Արմավիր։ Այն չեն այդքան շատ արի Արմավիրները մեզ այսպես մոլորությունների մեջ գցե։ Վարդան, մեծ Արմավիր, Վարդան, նոր չէ, մեծ։ Ըմի գնացին, ընդ գինու գործարան կա, գինու գործարանից ելի աչով ես անում։ Լետամատ բենամ ուրա գինու գործարանը։ Պես աչի վրա նայի։ Աչի։ Աշմիտ կա։ Աչ եմ մտնելու, թե ձախ։ Հա, չէ, աչ ես մտնելու, գինու գործարանի դեմ։ Ձախ մտի մտնես, ձախ, նայմի աչ կմտնես։ Հա։ Այսինքն գործարանի ճամփով պետք է մտնեի ես։ Չէ, հետ արի, այս տունը որ վերջանված աչով մտնի։ Երկու հատ տունա, սիրուն սարկացել է, էսի ոնց մունել է։ Այնա, այս տունն է։ Ահետ։ Na, դիսարաս։ Մեկ չել, էսի ում տունն էր։ Այո, ռազմիկ է։ Էդի ռազմիկի տունն է։ Այնա, կաղա մեզ են սպասում։ Ահա։ Всё, ասել ենք։ Բարեկամներ, ասանք մեծ Արմավիր, ձախից մապի գործարանն է, աչից մեր մամիխան տատիկը, ում պետք է ուրախացնենք։
Բարև ձեզ։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Մամիխան տատիկն, հա։ Այո։ Մամիխան տատիկ ծննդը շնորհավոր, եկել ենք քեզ ուրախացնենք։ Այսօր քո ծնունդն է, համել մի ամսյակ է շնորհավոր։ Գիտես քեզ ինչքան շատ են սիրում։ Այդ ուրախացել ես, հա։ Ուրախ ես։ Գիտես քեզ ինչքան շատ են սիրում։ Հերուներից են շատ սիրում։ Դու կասկածներ ունես ում կողմից են եկեք քեզ շնորհավորենք։ Սուրոյի, ո՞վ մի անգամից։ Սուրոյի, Սուրո։ Սուրոյի թե Հեսայանն է տալի։ Բա գիտես քեզ ինչքան է սիրում։ Ասում է կաղային քեզ ինձ այդքան չսիրի, բայց ես իրան շատ եմ սիրում։ Սուրոյի, Սորիկի, Նանոյի, Միգելի եւ Նվերի կողմից քեզ շատ սիրում են։ Ուրախ լինես, առողջ լինես, լավ լինես։ Մի հատ երազանք պահի փչի հլ տենանք ինչ անի։ Տորերով խոսել։ Բայց ապը չեք տալու։ Ծափ դուր էլի մի հատ, այս ահա։ Այս քաղցրությունը տամ քեզ վերցրու։ Թորնիկներիդ կողմից քեզ շատ սիրում են։ Դուր գնամ հեսա բան էլի բան կա։ Մամիխան տատիկ։ Բարև ձեզ, շնորհավոր ձեր մի ամսյակը։ Ես գիտես ինչա։ Ես իրանք է, հիմա քեզ են նայում։ Քեզ են նայում, ուզում են ուրախանան, որ ժպտաս կուրախանան, հա, որ ուրախանաս, իրանք էլ ուրախ կլինեն, քեզ այնքան շատ են սիրում, կարոտել են։ Ես քեզ ծաղիկներ ենք բերել, որ տանք։ Շնորհակալ ենք եւ վերողից եւ Պատալից եմ քեզ որ նվիրես, նվիրում ես։ Շնորհակալ։ Հա, դե նվիրի, նվիրի մեր մամիխան տատիկին։ Չէ, դու նվիրի, չէ, ես ուզում եմ որ դու նվիրես։ Քո աղջկա, քո փեսայի, քո թորների կողմից դվել են ուղարկել։ Տատի չվախենաս, բան եմ պայթացնում։ Եվ ծաղիկներ, եւ տորթը։ Ես անհոգոց ընկների Չեք լսում որ ասում եմ չվախենակ։ Շնորհավոր։ Քեզ էլի, ես էլ լավ նվեր են տվել, որ ելնես այդաս քաղաք քո համար ուզած նվերը տառնես, տեսա։ Մնաք շոտ շնորհակալություն։ Առողջ ելնեք, առողջ ելնեք։ Ոտներս խերով ձեր օջախ, բարեկամներ։ Սաղը տանը, բարով եկեք։ Ձեզ լավոր, օրո, բարի օր։ Հելո։ Այդ զույգ են, հա։ Այո, զույգեր են։ Դե աստված պայի, գնացինք, ոտներս խերով ելնի, միշտ ուրախ առիթներով գանք։ Մենք էլ ձեզանից։ Բարեկամներ, իսկ դուք լայքեք ու սպասեք, հեսա գալիս եմ այդ կարևոր բան ասեմ։ Տարին որ մեծնամ, որ ծնվեմ, իր դել, Որ կրվի տարին ես ծնվել։ 45։ 40 մետրի։ Լուրջ։ Բավոց։ Հա։ Ես կասեի մի 50 տարեկան ես, այդ ինչ թվերից ես խոսում։ 89։ Մեծ աղբեր Փաշա, առողջ ելնես, այսպես հավեսով։ Շատ շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար։ Ձեզ էլ։ Բարեկամներ, մենք շարունակում ենք արձանագրել տվյալներ եւ այս տվյալները մի տեսակ դուրս չեն գալի, որովհետեւ հետենց այդամ դուրս գամուրեմ։ Մեծ աղբեր Փաշա, շատ հաճելի էր, առողջ ելնես, ուժեղ ելնես, լավ ելնես։ Ելանք, օջախին շենություն։ Մենք հայտնաբերել ենք բազում փորձերի արդյունքում, որ մեծ մաս մեզ նայողները ուղակի բաժանորդագրված չեն մեր էջին եւ դա շարունակվում է մնալ ակտուալ։ Հետևաբար խնդրում եմ բոլորիդ, ով հետևում է մեզ, բաժանորդագրվեք 2-3 պատճառով։ Առաջի պատճառ, որ բաց չթողեք այս տեսանյութերը, երկրորդ պատճառը, որ օգնեք մեզ մեր ալիքին, որ լավ առաջ գնա, եւ երրորդ պատճառը, որ ձեզ միշտ լավ դրական էմոցիաներ տանք։ Այնպես որ բաժանորդագրվեք, աղաչույու, խնդրույու, please, ապրես Անուշ աղբեր։ Մեծ աղբեր Անուշ աղբերը զիջեց մեզ, մենք դուրս եկանք, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Եվ հիմա մենք մեծ Արմավիրից գնում ենք ուղիղ Երևան։ Զրումա հերբից։ Աղբեր մտ թացանձերոցիկ դու էլի Վարդան, բարեկամներ, ես մի քիչ սես բաներ եմ արել, մաքրեմ թո չերևա, էլ ինչի երևա որ կարանք աղբերս կա թո լղոզվի, համել ծաղ իմանան, ես բիզոն որ նայենք իմանան չի ատենցել է, համաձայն չես, ես հիմա որոնում եմ, որոնողական աշխատանքներ եմ տանում, որ գտնեմ, բայց Վարդան կաղա տեղ իմանաս, Վարդան, ես գիտեմ, պետք մենք հիմա գտնվում ենք Ռոսիա կինոթատրոնի հարևանությամբ եւ ես զբաղված եմ իմ շորը կարգի բերելով։ Պատահաբար քսվել եմ ինչ-որտեղ, չեմ իմացել որտեղ։ Ասեմ ձեզ, որ այսօր մենք այստեղ ենք գնալու ենք շնորհավորենք մեր շատ բարի ու գեղեցկուհի
Տիկին Արմինեի ծննդյան օրը։ Այսօր նրա ծննդյան օրն է եւ նա արտերկրից հետևում է մեզ, իսկ մենք միայն ուրախ ենք դրա համար, գնալու ենք ու անակնկալ անենք այնտե Նոմա հալում հիմա հավաքվել են իր բարեկամուհիները, ընկերուհիները եւ նշում են նրա ծննդյան օրը։ Մենք էլ եկեղեցու դիմաց կանգնած մնում է գնանք տոր ծաղիկը վերցնենք ու քայլենք։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց կանգնած պահապան բոլորիս, Աստծո աջը բոլորիս գլխին, իսկ մենք այս հրաշալի Պորկովկայից կուղևորվենք հիմա ընդե ու ես այսենց եմ։ Ախպեր ինչ անեմ։ Բայց կարևոր ախպեր դու հեռասով ես նկարելու։ Չես նկարելու, դու պռոստ եկել ես։ Բայց ամեն դեպքում ներկայացնենք մեր հյուրին, մեր Զորաբյան Էդոն, նա եկել է, պետք է սովորաբար նրան նայելիս տեսնում ես միայն տեսախցիկը ձեռքը, բայց այսօր ուր է քո տեսախցիկը։ Հա, հեռասով ես նկարելու։ Ախպերս, ասենք, այսօր է տորը չէր, էլի, կարայր Վարդան վերցել ես գմփուկը։ Փակում ենք մեքենայի դռները, ապահովությունից ելնելով եւ շարժվում ենք Նոմա ռեստորան։ Եվ անակնկալ ընկերներ որդու կողմից է Բելգիայից, Գևորգի կողմից։ Որդին շատ է սիրում մայրիկին։ Վարդան էսյանից նկարի որ չերև այլեցի, այսի որ չտենան էլի։ Ճոգիր էս պետք չի որ տենան ասեն էս ինչա։ Բայց ում հետ է այդպես բանել է, եթե եղել է ասեք էլի, որովհետեւ նշի ես այդպես բացառություն եմ, ոչ էլ ես մտածում եմ որ ես պետք է ամեն ինչ իդեալական լինի։ Երբեմն, հա? Որտե՞։ Էվակուատորից իջնելուց եմ այտենց արել։ Երեք այնպես եղավ, որ մեր մեքենան էր խարաբ եղել։ Մենք սարքեցինք, բայց դա արժեցավ այս հետքը։ Այսօր սաղոր ավտոն սարքել են, հիմա պատրաստ է, ով ինձ գիտի, հետևում է լավ գիտի, որ աղագին ծախսեր եմ արել այդ ավտոյի վրա, անես որ գաքը առնելու իմացեք փող պտի տակ։ Ռուսիան է ընկերներ։ Եվ նորակառույց այգին, շատ տրվանները, եւ իհարկե մենք գնում ենք։ Բայց իմ նման էլի կա որ sense կեղտը շորով էթում ատեղ վեջին չիլնում։ Ախպեր ասի Մեսյանից նկարի թող չերևա որ շորս բանը։ Չէ, որպես առաջի անգամ Նոմա եկող, չգիտեմ որից եմ մտնում։ Հենա չի։ Կյանքիս մեջ էի ես տորտը վերցածը Ռասիայով մանեք է, հետո նկարում ես։ Նայ մերեսյան նոր։ Վերջի սեղաննա, չէ։ Թե հնալին է լույս աշխար կալ մի օր։ Ցետ անք ախպեր։ Շնորհավոր ձեր մի ամսյակը։ Բարև ձեզ, հարգելի հավաքվածներ, ոնց եք, ամենալավ սեղանն է այսի, ասեմ ուրիշ կողից չլսեմ, ծափեր տվեք։ Ուր այն տիկին Արմինեն, ով է։ Ուր են նա։ Սիրում է տաքսե ձերքերով։ Դուք եք։ Իմ բարև, շնորհավոր ձեր ծննդյան օրը։ Ձեզ բերել ենք անակնկալ, բայց ուր եք գնացել։ Մենք ձեզ ենք որոնում, դու գնացել եք։ Ծափերը շատ լավն են, շնորհավոր բոլորիդ մի ամսյակը։ Շնորհավոր բոլորիդ մարտի 12-ը, այսօրվա մեր օբելյարը շատ լավն է, ես գիտեմ, որ դուք հետևում եք մեր տեսանյութերին, ամեն ինչ ասել են, բայց թե ով է ասել, էդի չեմ կարող հələ որ ասեմ։ Հետևեմ ու շատ հաճելի է։ Ինձ էլ է շատ հաճելի, դրա համար եկել եմ, կանգնել եմ ձեր կողքին, այս թևից վրա մատ բանկա, բայց ես չեք տեսել, հա, էդ չեք տեսել, հա։ Չէ, իսկապես չեմ։ Շնորհավոր ինձ ձեր ծննդյան օրը առողջ լինեք, լավն եք, միշտ այդպես գեղեցիկ ու ժպտակ, ձեր աչքերը փայլում են, թող միշտ այդպես լինի։ Դե մոտ երազանք պահեք։ Տեսա փայլեց։ Հա։ Աշխարհի չա։ Ապրեք, ձեր ընկերուհիները, բարեկամներ բոլորը հավաքվել են։ Իմ դպրոցի կոլեկտիվը, իմ հարևանուհիները երկար տարիներ 35 տարի, իմ խնամիները, իմ ուսուցչուհիներ ունենք, հա։ Այո, ուսուցիչ։ Շնորհակալ ենք ձեզ մեր սերունդներին կրթելու համար, ձեզ քաղցրություն եմ բերել։ Շնորհակալ եմ։ Գիտեք որտեղից եմ բերել։ Գիտեմ։ Հələ ասեք տարբերակներ, որտեղից բերած կլինեմ։ Չգիտեմ, իմ համար ինքան շատ անակնկալներ են անում։ Նա շատ տարբերվող Եվրոպայից ուրեմն իմ երեխեքը Որ երեխան։
Գևորգը։ Այո, Գևորգի շատ է ձեզ սիրում, ուզում էր որ մայրիկին ուրախացներ, հետեւաբար ուրախացրեց։ Իսկ կարող ենք տորթը փոխանցել, վստահում եք ձեր կոլեկտիվին որ տակ։ Իհարկե, փոխանցել։ Տենամում եք տալի, ընկերում եք տալի, ընկեր Մկրտչյան վերցրեք տորթը։ Դուք ճանաչվել եք վստահված անձ, հա։ Հիմա ես ձեզ ծաղիկներ եմ նվիրում էլի, մեր Գևորգի կողմից։ Թող քեզ ամուր կրկեմ սիրտը իմ կա Հայեք, ու վախեցեք, եթե ուզեք։ Ինձ համար խոսող Միշտ սիրված լինեք, ձեզ շատ են սիրում եւ այդ սերը այնքան շատ է, որ ասեմ ձեզ հասել է Եվրոպա ուրիշ երկրներ էլ, բայց ում կողմից հələ ասեք օրինակ ձեր Ոնց կներեք չհասկացա։ Եվրոպայի ուրիշ երկրներում էլ ձեզ սիրող մարդիկ կան, որ ձեր երեխաները չեն եւ ով կլինի։ Քույրիկներն են Ֆրանսիայում։ Քույրիկները, այդ քույրիկներից մեկի դուստերը անունն են Արփինեն, հա։ Տեսեք ինչ ներփագեղ ու գեղեցիկ անակնկալ է ձեզ համար բերել, որ բոլորի հետ կիսվեք։ Ամեն մեկին մի հատ կհասնի, հա։ Եվ տորթել է, այդ չեն կարա տանք։ Թափսերություն են բոլորը ձեզ տալիս։ Արփինեի էլի եւս մեկ սիրուն ծաղիկներ։ Շնորհակալ եմ ձեզ։ Լավ է, ծաղիկներով զարդարվակ ձեզ։ Ապրեք։ Ձեզ լավ օր, հենց ձեր տեղն է, հա։ Այո։ Շատ լավ տեղ է։ Ես ձեզ այնտեղ էի որոնում, չգտա։ Շատ ուժեղ է, մի ձեռով ծանր տորթը պահել է։ Դե, ձեզ բարձր տրամադրություն մենք գնում ենք։ Խնդրեմ, լավ օր ձեզ։ Լավ ուրախացեք քեֆ արեք։ Հա։ Էլանք ախպեր։ Ամեն ինչ կարգին էր։ Չես նկարել ախպեր։ Ստե ախ ես առաջ անգամ եմ գալի ախպեր։ Տեղը չէի գտնում բարձրանալու։ Հետ են գնում։ Հա, գնում ենք խմցնենք։ Մենք որոշեցինք վերադառնալ, որովհետև մեր տիկին Արմինեն շատ Պաստորեն ես մոռացել էի շոմպայնը պայթեցնել, պատկերացնում եք, հա։ Ափսոս գավաթները մեծ մասը գինի է խմում։ Կամ ես ուզում եմ հայկական շամպայն ձեզ տամ։ Խմեք, համել որ քեֆ անեք, հետ տենց չի լինում է առանց խմել քեֆ անել, հա։ Պատրաստ ենք։ Ձեր բաժակը։ Հիմա պահում ենք բաժակները։ Հա, դե դրա համար բերել ենք մենք։ Այստեղ պետք է զսպված պայթեցում անել, պետք չի շատ։ Շատ ուժեղ եղավ ամեն ինչը։ Եկել ենք լավ տրամադրություն տանք, որ ուրախանաք։ Սա առանձնակի հնարավորություն է ձեր բաժակները պահեք, որ լցնեմ։ Հավատացեք, որ տվեցիք այդ տրամադրությունը, ապրեք։ Մեկ էլ չգիտեմ որտեղ կհանդիպենք, որ շամպայնով ձեր բաժակները լցնեմ։ Անպայման լցնելու եմ։ Դուք արժանի եք բոլորդ։ Համողներ։ Մենք ձեր հետևորդն ենք։ Հա, շատ հաճելի է, առողջ եղեք, լավ եղեք։ Շնորհակալ եմ շատ։ Դե նստեք, որ գնամ արխային։ Կացված եմ, ապրեք։ Ես էլ, նստեք։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ լավ օր, բարձր տրամադրություն։ Ախպերների մտ։ Կարող է գնանք, տենանք էլի բան ենք մոռացել, չէ։ Գերներ, բարեկամներ ու հարազատներ, մենք այսօր էլ գեղեցիկ պահեր պարգևեցինք Ռոսիայում և նոմա հոլը ինձ շատ դուր եկավ։ Վարդան ասա, որ լավ էր։ Անկեղծ կարծիք, ինձ ոչ փող են տվել, ոչ էլ ռեկլամ եմ անում, լավ տեղ է, եկեք վայելեք, հա։ Չես գալի, դե հետ գնա։ Տեսեք ինչ գեղեցիկ ծաղկամաններ են, տրոպիկական, անտառին բնորոշ թփերով նկարազարդած, որոնք լրացնում են Ռոսիայի այս գեղեցիկ համայնապատկերը, կոլորիտն է Ռոսիայի, մանկավարժական համալսարանը
բայց հələ շուտ է կամ է որ տենց մեկը նոր ընկավ երբ քաղաքը իր ձեռը պարը Եվ տրոպիկական բուրգերը իհարկե փորձել են նմանեցնել, ամեն ինչ արել են որ նման լինի եւ ստացվել է, ինչու՞ չէ, ստացվել է, համաձայն ենք։ Նելիշ պատմենք Ռոսիայի մասին։ Հա? Մարդը գծել է։ Հիանալի է ընկերներ, կարող ենք շարունակել մեր ուրախ օրը։ Երեք տուն չեն գնացել, այսօր գոնե գնանք հասնենք։ Էդո արի քեզ տանեմ մեքենայիդ մոտ երրորդ մասի կարծեվում կայանած։ Վարդան, բայց կադրում չերևաց, չէ՞ որ բանը աղբերս sense կեղտոտվել եմ, հա։ Չերևաց է, չէ։ Կադրում տես պարզ չերևա էլ աղբեր, պետք չի։ Այս անգամ վերջին անգամ է Վարդանը միացրել, որովհետև ես կարևոր ասելիք ունեմ։ Առաջի հերթին բաժանորդագրվեք, տարածեք տեսանյութը, որովհետև մենք նկատել ենք, որ մեզ նայողների մեծ մասը բաժանորդագրված չի, այդ անարդար է, ինչի համար պետք է արդարությունը վերականգնենք, հետևաբար այդ արդարությունը դուք ինքներդ եք վերականգնելու մեր էջում, եւ քանի որ մոտենում է վերջի զանգյան գեղեցիկ ղողանջները, ձեզ առաջարկում ենք Էդո արի առաջարկի։ Հա, ես կմոտենամ իմ ընկերոջը Էդո Զորաբյան, բարև ձեզ, ինչը եք առաջարկում։ Առաջարկում ենք ֆոտո եւ վիդեո նկարահանում վերջի զանգի շատ մատչելի եւ հարմար արժեքով։ Ու իհարկե բանա, չէ, ասենք այդ որ մատչելի է, այս տուփտագործ չի լում, էլի։ 10-ից ավել վերջի զանգեր ու վիպուսկնոյներ ունենք։ Այնպես որ իմ բարեկամները կարան վստահ դիմեն քեզ 093 077 077 939385 Այդ համարով զանգարում եք եւ Էդո Զորաբյանը պատասխանելով ձեր զանգին անմիջապես օպերատիվորեն կգտնի ձեր սրտի օպերատորին, ով ձեր վերջշա զանգի հարցերը սահկելուծի։ Սիրուն տեղը տեղին, ակդուշի։ Այս անգամ արդեն իսկապես վերջին անգամներ, այնպես որ բաժանորդագրվեք։ Մենք հետևում ենք ձեզ։ Ինչպես դուք մեզ, այնպես էլ մենք ձեզ։ Բաժանորդագրվեք։